Հարգելի գործընկերներ, ես նորից պիտի խոսեմ նախորդ նախագծից, մանավանդ որ պարոն Մինասյանը շարունակեց այդ հարցի քննարկումը, որպեսզի մենք մաքսիմալ լավ պատկերացնենք հեծի մասին Սամվել Կարապետյանի եւ ընդդիմության իրական պատկերացումները, շատ հեռուն պետք չի գնալ։ Սամվել Կարապետյանը դա ասել է, թքած ունեմ հեծի վրա։ Եվ դա մի բան է, որը բացահայտման նույնիսկ կարիք չկա, մենք ամեն օր տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը թքած ունի հեծի վրա, որովհետև ամեն օր հոսանք անջատումներով մենք դա տեսնում ենք, ամեն օր Հայաստանի ամենահեռավոր գյուղից մինչև Երևանի կենտրոն հոսանքի տատանումներից, հոսանքի անջատումներից, մարդկանց կրած ֆինանսական, նյութատեխնիկական, ահռելի վնասներից մենք դա տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը թքած ունի եւ նաեւ ընդդիմությունը թքած ունի։ Որևէ բան այստեղ զարմանալի չէ, դա է այն հայեցակարգային պատկերացումը, որը որ իրենք ունեցել են հեծի մասին։ Հիմա պարոն Մինասյանն եկել է, ասում է դուք ուզում եք հեծը վերցնեք, որ ԿՊԱ-ականները այնտեղ գնան ընդունվեն աշխատանքի։ Պարոն Մինասյան, դրանով դուք մատնում եք ձեր իրական մտադրությունները, որովհետև դա հենց ձեր համար այդպեսի մի տեղ է հեծը, որտեղ կարելի է ձեր ներկայացուցիչներին տեղավորել աշխատանքի, որտեղ կարելի է մարդկանց ստիպելով փորձել լցնել ձեր սակավաթիվ երթերն ու ցույցերը, որի մասին որ բազմաթիվ անգամ այո, որտեղ որ այդ բանի հեղաշրջման պլանի մեջ նաև այնտեղ կար Սամվել Կարապետյան դիմացնել մարդկանց թվականակեր նշված, եւ իդեպ ասեմ, որ նաև այդ մարդկանց դուք նկատի ունեք, որ իրանք խորը անասուն ազգ են, ինչպես որ ասում էր ձեր քաղաքական թիմակից եւ ձեր սրբազան Բագրատ Գալստանյանը, դուք հեծը դիտարկում եք որպես Հայաստանի դեմ մղվող հակապետական պայքարի հենակետ, այդքան բան։ Դուք եկեղեցին եք դիտարկում որպես Հայաստանի դեմ մղվող հակապետական պայքարի հենակետ։ Դուք դարձրել եք Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գործիք եւ ձեր այդ բոլոր բաները պետականամետ, ազգայնամետ դատողությունները ընդամենը այդ սքեմի տակ թաքնված բաներ են, հասկացություններ են, իրականությունը բոլորը գիտեն եւ Հայաստանի Հանրապետությունում այո, հեծը պիտի վերադարձվի պետությանը եւ իր կառավարման փոփոխությունները պետք է բերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բաժանորդների կյանքի որակի բարելավմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։